Դարիներ առաջ ես հայտնած էի այն գարձիկը թե Գիլիգիո կաթողիկոսության համար շատ նպաստավոր պայմաններ կստեղծվին, եթե կաթողիկոսությունը որոշե Լիբանանեն Գիբրոս դեղափոխվել։ Բացատրած էի պատճառները, վիդեոն կա գրնակ տեսնել։ Հիմա սակայն պիտի խոսիմ այլ նյութի շուրջ։ Ամենայն հայոց կաթողիկոսության մասին։ Մեր եկեղեցին դարբեր աղբյուրներու մեջ ջանցված է դարբեր անուններով։ Հայ արաքելական եկեղեցի, հայոց եկեղեցի, հայաստանյաց արաքելական եկեղեցի, հայ ուղղապար եկեղեցի, հայ լուսավորչական եկեղեցի եւ այլն։ Ասին ցույց կտա, որ դեսակը անորոշություն կա։ Մեկ բան հստակ է, թե այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունը իր սահմանները այլևս հստակ կդարձնի, եւ այլևս Հայաստանի քաղաքացին կգիտնա թե իր երկիրը ինչ սահմաններ ունի, պետք է նաեւ հասկանա թե իր եկեղեցին ինչ սահմաններ ունի, իր եկեղեցին ինչ իրավասություններ ունի այդ սահմաններում մեջ։ Եվ որպես այս հարցը լուծվի, ես գարաչարգեմ հետևյալը. ստեղծել նոր եկեղեցիմը Հայաստանի Հանրապետության եկեղեցի անունով, նստավայր Երևան, որ վարչական իրավասություն պիտի ունենա ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Իսկ Էջմիածնի մեջ գործող այսօրվան Հայաստանյաց արաքելական եկեղեցին դարձնել խորհրդանշական գարույցիմը, այսինքն գոյություն ունենա այդ բادرուն մեջ որպես խորհրդանշական իմաստ գրող հաստատություն, որ ոչ մեկ վարչական իրավասություն ունենա Հայաստանի սահմաններում մեջ։ Իսկ եթե այս գարույցը Էջմիածնի խորհրդանշական այս գարույցը, որ ինքզինք կրնա ամեն տեսակի այդ անունները մեկը ընտրել կամ այդ բոլոր անուններով ինքզինք կոչել, որոշեց դեղափոխվել, իրավունք ունի, այսինքն գրնա դեղափոխվել, որովհետև պատմության ընթացքին այդ եկեղեցվո գետրոնը եղած է գրեթե ամեն տեղ, շատ մտեղեր, մինչև իսկ Գիլիգիո մեջ, մինչև իսկ մտածված է նույնիսկ վերջերս մտածված է դեղափոխել Մոսկվա կամ Լոս Անջելես, ուր որ հարմար կգտնե այդ եկեղեցվո խորհրդանշական այդ կառույցին կահագալը։ Այս ամենը ինչու, որբեսի հստակ դառնա, թե Հայաստանի Հանրապետության սահմաններուն մեջ վարչական իրավասություններով օժտված մեկ եկեղեցական գարույց գոյություն ունենա, որ պիտի կոչվի Հայաստանի Հանրապետության եկեղեցի, անշուշտ չի բացառել ասի, որ հայեր ունենան այլ գարույցներ, կաթողիկե, ավետարանական կամ այլ եկեղեցիներ, խոսքս այժմ կվերապերի պատմական եկեղեցվո մասին։ Մեկը այսպիսի առաջարկը անբնական է, ոչ, շատ բնական է եւ գործնական է, եւ օրինակ կա։ Հունաստան երբ հաջողեցավ իր անկախությունը ցեկցկել եւ այդ անկախությունը Օսմանցիներուն դեմ ամրագրվեցավ 1832-ի Լոնդոնի համաձայնագրով եւ անգերտ Կոստանդնուպոլսո մեջ դեղ ունեցած համաձայնագրով ադգե մեկ տարի վերջ 1833-ին հիմնվեցավ Հունաստանի եկեղեցին, որ իր ներկայությունը ունեցավ միայն նորաստեղծ թագավորության սահմաններուն մեջ, ուրիշ ոչ մեկտեղ։ Եվ որ կանադեմ, որ Հունաստանը գամած ընդարձակվեցավ,
տասնամյակներուն ընթացքին այդ եկեղեցին ընդարձակվեցավ ադոր համեմատ եւ նույնիսկ այժմ որոշ շրջաններ կան Հունաստանի մեջ, որ խորհրդանշական իմաստով ենթարկված են Կոստանդնուպոլսո ամենայն էկումենիկ բادرյարքին, բայց վարչական իմաստով ենթարկվին Հունաստանի Հանրապետության սահմաններու մեջ գործող Հունաստանի եկեղեցու։ Ասե օրինակը։ Ասե պատմական փորձառությունը այսպիսի իրավիճակը ստեղծած է, որ իմաստ ունի, որովհետև ինչպես կարելի է հանրապետությանը քաղաքացիներուն հոգևոր գարիկները հոգա մարմինը, որուն 2/3 ընդրողներու ցայնը գուկա դուրսեն ոչ քաղաքացիները։ Հետևաբար ինչպես կարելի է բեդությունը ընդունի այսպիսի վիճակը։ Ասի նույնիսկ pedagogan ապահովական իմաստով ոդնցկություն կարելի է համարել եւ փաստորեն այժմ մեր աչքերուն արժեվ է թե ինչպես այսպիսի ոդնցկությունը օրստորե գտնլայնի եւ գվերածվի վտանգի որովհետեւ վտանգի չվերածվի ես կարաչարգեմ որ այս խնդիրը լուծվի եւ Հայաստանի Հանրապետության հաջորդ սահմանադրության մեջ ուղղակի ասկեդը հիշվի, որ Հայաստանի մեջ կգործե Հայաստանի Հանրապետության եկեղեցին եւ այսօր մենք շատ կարեւոր հարց մլուծած գնանք, որ մեծապես պիտի նպաստի Հայաստանի pedagogan ամրապնդման եւ անհրաժեշտ կայլմն է եւ ոչ մեկ պետություն գրնա հրաժարիլ այսպիսի կայլմ առնել է ժամանակը ցույց պիտի որ մենք հոմ պիտի հասնենք ուշ կամ կանուխ ավելի լավ է այս նոր սահմանության մեջ ամիջապես այս կետը դրվի եւ ամիջապես այդ ուղղությամբ քայլեր արդվին եւ Երևանը դառնա Հայաստանի Հանրապետության եկեղեցու նորակույն այս եկեղեցու նստավայրը եւ անոր կահին ընդրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներու ցայներով քաղաքալմը որ գրնա բادرյարքի կամ որևէ այլ դիդրոսի արժանալ շնորհակալություն